Ողջույն սիրելի ընկերներ, ես այժմ կներկայացնեմ 2024 թվականի փետրվար ամսվա կանխատեսումները այն մարդկանց համար, ովքեր ծնվել են հողի տարերքի նշանի ներքո, այսինքն ցուլերի, կույսերի եւ այծեղջյուրների մասին եմ խոսելու այս հոլովակում։ Դե ինչ առաջին հողի նշանը ներկայացնում են մեր շատ սիրելի աշխատասեր, համառ եւ համբերատար ցուլերը։ Շնորհակալ եմ, որ այսքան համբերատար սպասում եք իմ հոլովակին եւ ոչ մի տհաճ կոմենտ չեք գրում։ Սիրելի ցուլեր, ձեր գլխավոր մոլորակ Վեներան փետրվար ամսվա ընթացքում շատ հետաքրքիր տրանզիտ է կատարելու եւ փետրվարը լինելու է բավականին դինամիկ եւ անձնական նկատառումներով եւ նաեւ աշխատանքային հարցերով։ Մինչև ամսի 16-ը Վեներա մոլորակը լինելու է ձեր 9-րդ ոլորտում, որը խոսում է այն մասին, որ ավելի շատ ձեզ մոտ ուշադրությունը կենտրոնացած է լինելու օտար լեզուների, օտար երկրների, ուսումնական պրոցեսների, քննությունների կամ միգուցե ճամփորդելու վրա։ Այնուհետև ամսի 16-ից Վեներան մուտք կգործի 10-րդ ոլորտ եւ այստեղ տեղի կունենա այն ասպեկտացիան, որի մասին պատրաստվում եմ խոսել։ Դե այն սիրելիներս, սկսենք ամեն ինչ հերթականությամբ փետրվարի 5-ից Մերկուրի մոլորակն է տեղափոխվում ձեր 10-րդ ոլորտ եւ նշեմ, որ փետրվար ամսին մոլորակների կուտակում կա ձեր 10-րդ ոլորտում, իսկ 10-րդ ոլորտը սա մեր բարձրագույն ոլորտն է, ամուսնական կարգավիճակն է, պաշտոնն է, կարիերան է, այսինքն այն ամենն է, ինչին մենք ձգտում ենք, մեր անուն հեղինակությունն է։ Եվ այստեղ որոշակի ուշադրություն է կենտրոնանում, որովհետև երբ մոլորակների ուրեմն կուտակում է նկատվում որոշակի ոլորտում, նշանակում է մենք այստեղ բավականին շատ անելիքներ ունենք։ Երբ փետրվարի 5-ին Մերկուրին մուտք է գործում ձեր 10-րդ ոլորտ, այստեղ արդեն խոսակցություններ են գնում, ծանոթություններ են ի հայտ գալիս, մարդիկ են ի հայտ գալիս ձեր կյանքում, որոնք միգուցե, եթե դուք միայնակ եք ցանկանում են ձեզ ծանոթացնել ինչ-որ մեկի հետ, որպեսզի ունենաք ամուր ամուսնական կարգավիճակ կամ այստեղ 10-րդ ոլորտ ղեկավարությունն է, հնարավոր է նոր մարդիկ են հայտնվում ղեկավարության ցանկում կամ ասենք ձեր գործընկերների մեջ։ Ամսի 7-ին ունենք հրաշալի ասպեկտ, Վեներա Ուրան տրին ասպեկտը ունենք, Վեներան դեռևս 9-րդ ոլորտում է, Ուրանի հետ այստեղ տրին է կազմում եւ նշանակում է փետրվարի 7-ին այն ամենը, ինչ կապված է ճամփորդությունների հետ, ինչ կապված է ուսումնական ծրագրերի հետ, դատական պրոցեսների հետ, ուրեմն այդ ամենը շատ լավ հաջող ընթացք է ունենալու եւ ինչու՞ չէ նաեւ կարող են լինել շատ հաճելի անակնկալներ։ Սակայն դրա փոխարեն ամսի 8-ից 10-ը բավականին լարված է լինելու, որովհետեւ այստեղ նախ ունենք Արև Ուրան քառանկյուն, այնուհետև Մերկուրի Յուպիտեր քառանկյունը եւ այստեղ ինչ խորհուրդ կտամ ձեզ։ Խորհուրդ կտամ ձեզ չվիճել, խորհուրդ կտամ ձեզ խնդիրներ չառաջացնել եւ փորձեք լսել միգուցե ձեր կողքի մարդկանց, ձեր ղեկավարին, ձեր ամուսնուն, ձեր կնոջը, որպեսզի նրա հետ չունենաք լարված փոխհարաբերություններ։ Ամսի 11-ին տեղի է ունենում նորալուսին ձեր 10-րդ ոլորտում, տեսեք ինչպիսի մեծ ուշադրություն է կենտրոնացած հենց այս ոլորտի վրա։ Նշանակում է ամսի 11-ից հետո առաջիկա 28 օրվա ընթացքում այստեղ նորություններ են սպասվում։ Միգուցե նոր մարդ կհայտնվի ձեր կյանքում, որի հետ կարող եք ինչ-որ հեռանկարային գործարքներ կատարել, կամ կդառնա ձեր գործընկերը, կամ կդառնա ձեր վերադասը, կամ կդառնա ձեր ամուսինը կամ կինը։ Այստեղ 10-րդ ոլորտը ձեզ կարող են լավ աշխատանք, պաշտոնով աշխատանք առաջարկել։ Ամսի 13-ին Մարս մոլորակն է մուտք գործում ձեր 10-րդ ոլորտ, Մարսը ներկայացնում է մեր ակտիվությունը եւ այստեղ ամբողջ ակտիվությունը կենտրոնանում է հենց նույն իսկ 10-րդ ոլորտում եւ այստեղ Մարսը միանում է Պլուտոնի հետ։ Սիրելի ցուլեր, Մարսը եւ Պլուտոնը ներկայացնում են ձեր 7-րդ ոլորտի գլխավոր մոլորակները։ Այսինքն ձեր 7-րդ ոլորտը սա կարիճի նշանն է եւ Մարսը եւ Պլուտոնը հանդիսանում են կարիճի գլխավոր մոլորակները։ Եվ սա նշանակում է, որ ամսի 13-ից մինչև ամսի 16-ը
բավականին հետաքրքիր օրեր են լինելու, հետաքրքիր մարդիկ են մուտք գործելու ձեր կյանք, այն առումով հետաքրքիր, որ այս մարդիկ բավականին ճակատագրական հետևանք են ունենալու ձեր կյանքի վրա, այսինքն մարդիկ, որոնք կփոխեն ձեր կյանքը։ Ամսի 16-ին Վեներան է մուտք գործում ձեր 10-րդ ոլորտ եւ կրկին միանում է Պլուտոնի հետ, սակայն Վեներա Մարս այս միությունը տեղի է ունենում ճշգրիտ ամսի 22-ին, ամսի 22-ին Վեներա եւ Մարս, այս հակառակ սեռի էներգիաները, այս մոլորակները միանում են ձեր 10-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, սա խոսում է այն մասին, որ փետրվարը, հատկապես ամսի 11-ից հետո, երբ նմանատիպ տրանզիտներ կնկատվեն երկնքում ձեր 10-րդ ոլորտում, բերելու է ձեր կյանք այնպիսի մեկին, որի հետ դուք համենայն դեպս կփորձեք ստեղծել ամուր միություն, դա կլինի անձնական հարթակում, թե դա կլինի գործնական հարթակում, արդեն դա կախված է ձեր կյանքի որակից եւ ձեր ծրագրերից։ Ամսի 23-ին Մերկուրի մոլորակը տեղափոխվում է ձեր 11-րդ ոլորտ եւ մի փոքր այստեղ արդեն շփումները ավելի ակտիվանում են, որովհետեւ 11-րդ ոլորտը սա մեր ընկերներն են, on-line հարթակն է եւ այստեղ Մերկուրին բերում է մեզ նոր ծանոթություններ։ Ամսի 24-ին լիալուսին է տեղի ունենում 5-րդ ոլորտում։ Սիրելի ցուլեր, եթե ձեր կյանքում կային հարցեր, որոնք կապված էին երեխաների հետ, ծիրածեակի հետ, սեփական բիզնեսի հետ, ստեղծագործական աշխատանքի հետ կամ հանգստի մեկնելու ծրագրերի հետ, այդ ամենը ամսի 24-ի լիալուսնով պետք է վերջնական տեսքին գա։ Այսինքն, եթե դուք մինչ այդ հանգստանում եք ամսի 24-ին կամ նրա մոտակա օրերին, հնարավոր է վերջանում է ձեր հանգիստը կամ ասենք երեխաների հետ կապված հարց կար ամսի 24-ին վերջանում է այդ հարցը, այդ կոնֆլիկտը հարթվում է կամ այստեղ հնարավոր է որ սեփական բիզնես եթե ունեք, ապա այստեղ նույնպես որոշակի հարցեր արդեն ձեզ համար պարզ են դառնում։ Ամսվա վերջը մի փոքր կրկին լարված է, որովհետև ունենք Վեներա, Յուպիտեր եւ Մարս, Յուպիտեր լարված քառանկյունները։ Սիրելիներս, սա հատկապես արդի է այն ցուլերի համար, ովքեր ծնվել են մայիսի 5-ից 10-ը, խորտ կտամ այս օրերին չվիճել, խորտ կտամ այս օրերին նաև շատ ուշադիր լինել ձեր առողջության նկատմամբ, որովհետև այստեղ այս լարվածությունը անմիջականորեն ազդելու է ձեր նյարդային համակարգի վրա։ Իսկ ամսի 29-ը ունենք շատ լավ ասպեկտ, այստեղ Մերկուրի մոլորակը 11-րդ ոլորտից սեքստիլ է կազմում Յուպիտերի հետ առաջին ոլորտում եւ նշանակում է կարող է տեղի ունենալ շատ հետաքրքիր ծանոթություն, կարող է տեղի ունենալ շատ լավ ֆինանսական գործարք կամ հնարավոր է նույնիսկ ձեզ շատ լավ on-line հարթակում աշխատանք առաջարկեն։ Դե սիրելիներս, այսքանը ցուլերի համար Ես այժմ անցնեմ հաջորդ հողի նշանին եւ խոսեմ կույսերի մասին։ Ողջույններս իմ շատ սիրելի կույսերին, ես այժմ կներկայացնեմ ձեր փետրվար ամսվա կանխատեսումները։ Սիրելիներս, ձեր գլխավոր մոլորակ Մերկուրին փետրվարի 5-ից տեղափոխվում է ձեր 6-րդ ոլորտ եւ հենց նույն օրը միանում է Պլուտոն մոլորակի հետ։ Եվ այստեղ ընդհանրապես փետրվար ամսվա ընթացքում ձեզ մոտ մոլորակների կուտակում է նկատվում հենց ձեր 6-րդ ոլորտում։ Սա խոսում է այն մասին, որ կույսերը առավել ուշադիր պետք է լինեն եւ իրենց առողջական հարցերի նկատմամբ եւ նաեւ ինչու՞ չէ աշխատանքային հարցերի նկատմամբ եւ նաեւ այն մարդկանց նկատմամբ, որոնց հետ կապված նրանք խնամք են իրականացնում։ Այստեղ երբ Մերկուրին հայտնվում է ձեր 6-րդ ոլորտում փետրվարի 5-ից հետո նշանակում է այն կույսերը, ովքեր աշխատանք են փնտրում, հնարավոր է որ գտնեն, հնարավոր է որ աշխատանքի որոշակի փոփոխություն լինի, հնարավոր է ձեր աշխատավայրում նոր մարդիկ հայտնվեն, նոր ծանոթություններ եւ այստեղ երբ Մերկուրին միանում է Պլուտոնի հետ, սա նշանակում է, որ այդ աշխատանքը կարող է ձեզ ֆինանսական հեռանկարներ ստեղծել ձեզ համար, այսինքն այն բավականին ֆինանսական առումով լավն է լինելու։ Իսկ փետրվարի 23-ից արդեն Մերկուրին տեղափոխվելու է 7-րդ ոլորտ եւ ամսվա վերջը առավել ձեզ համար կարևորվելու է նրանով, որ ավելի շատ կենտրոնանալու եք ձեր անձնական կյանքի, ձեր
ձեր մարդկային փոխհարաբերությունների վրա, ձեր կողակցի վրա, ինչու՞ չէ նաև այստեղ հաճախորդների վրա, միգուցե փետրվարի 23-ից հետո նոր հաճախորդներ կհայտնվեն ձեր կյանքում, եթե սպասարկման ոլորտում եք, կամ հաճախորդների հետ միգուցե շատ ակտիվ ինչ-որ բաների կմասնակցեք։ Դե ինչ, այս ամենի մասին խոսեմ հերթականությամբ, ամսի 8-ից 10-ը մեզ մոտ լարված օրեր են, որովհետև այստեղ պետք է շատ ուշադիր լինեք նախ ձեր առողջության առաջին հերթին, և երկրորդ հերթին խորհուրդ կտամ այստեղ նաև երկար ճանապարհ չգնալ, որովհետև Ուրան և Յուպիտեր մոլորակները գտնվում են ձեր 9-րդ ոլորտում, ճամփորդությունների ոլորտում, և այստեղ մեծ վնաս կարող են պատճառել ձեր առողջությանը, առաջացնելով խնդիրներ, վթարներ կամ ինչ-որ անսարք իրավիճակներ։ Մերկուրի մոլորակը ամսի 10-ին նույնպես լարվածության մեջ է Յուպիտեր մոլորակի հետ, այնպես որ սիրելի կույսեր, ամսի 8-ից 10 փորձեք չճամփորդել, փորձեք նաև շատ ուշադիր լինել ձեր ինքնազգացողությանը, ինչու՞ չէ նաև այստեղ փաստաթղթային հարցերի նկատմամբ նույնպես շատ ուշադիր եղեք, որպեսզի չկորցնեք կամ խնդիր չառաջանա փաստաթղթերի հետ կապված։ Ամսի 11-ին նորալուսին է տեղի ունենում հենց ձեր 6-րդ ոլորտում և նշանակում է, որ հնարավոր է ձեզ աշխատանք առաջարկեն կամ հնարավոր է այստեղ նույնիսկ այնպիսի աշխատանք, որը դուք տանից եք կատարելու, կամ 6-րդ ոլորտը խնամքն է ներկայացնում, հնարավոր է, որ դուք պետք է ամսի 11-ից հետո ինչ-որ մեկին խնամեք, ասենք, հնարավոր է լինի տարեց ինչ-որ մեկը, հիվանդ ինչ-որ մեկը, կամ ասենք երեխայի խնամքով պիտի զբաղվեք, կամ միգուցե ընտանի կենդանի կպահեք և նրա խնամքով կզբաղվեք։ Ամսի 13-ին Մարս մոլորակը մուտք է գործում ձեր 6-րդ ոլորտ և միանում է այստեղ Պլուտոնի հետ։ Սիրելի կույսեր, ընդհանրապես ամբողջ փետրվար ամիսը ձեր ուշադրությունը կենտրոնացնում է ձեր առողջության վրա, իսկ երբ Մարսն է հայտնվում 6-րդ ոլորտում, սա նշանակում է, որ ամսի 13-ից հետո հնարավոր է, որ դուք միգուցե մրսեք կամ ինչ-որ շնչառական խնդիրներ ունենաք կամ ջերմեք, որովհետև Մարսը սա կրակի մոլորակն է, որը հնարավոր է այստեղ ձեզ մոտ առողջական խնդիրներ առաջացնի։ Ամսի 16-ից Վեներա մոլորակն է մուտք գործում ձեր 6-րդ ոլորտ և պետք է ամսի 16-ից հետո արդեն ձեզ մոտ ավելի բարեհաճ վիճակ լինի 6-րդ ոլորտում և երբ Վեներան կհայտնվի ձեր 6-րդ ոլորտում, արդեն կարելի է զբաղվել առողջական հարցերով, կարելի է բժշկի գնալ, կարելի է անալիզներ հանձնել ու ընդհանրապես երբ Վեներան 6-րդ ոլորտում է, սա նպաստում է, որպեսզի մենք առավել ուրեմն ուշադիր լինենք մեր առողջության նկատմամբ, սակայն այստեղ վտանգավոր ոչինչ չկա, պարզապես շատ ավելի հաջող կստացվի բժշկի այցերը կամ ինչ-որ ասենք դիետաները կամ առողջ ապրելակերպին հետևելը։ Ամսի 22-ին տեղի է ունենում շատ հետաքրքիր միություն, Վեներա և Մարս մոլորակները միանում են ձեր 6-րդ ոլորտում։ Սիրելիներս, երբ այս երկու հակառակ սեռի էներգիաները միանում են, սա խոսում է այն մասին, որ ինչ-որ ծանոթություն պետք է տեղի ունենա, իսկ այս ծանոթությունը կարող է կապված լինել կամ ձեր աշխատանքի հետ, կամ հնարավոր է, ասենք, հակառակ սեռի ինչ-որ բժշկի հետ եք հանդիպում, սա պարտադիր չէ, որ լինի անձնական բնույթի հանդիպում, այն կարող է լինել գործնական բնույթի, սակայն այն բավականին հեռանկարային է և Մարս-Վեներա միությունը սովորաբար տեղի է ունենում 2 տարին մեկ, վերջին անգամ տեղի ունեցել 2022 թվականի հունվար ամսին, այսինքն եթե այստեղ ամսի 22-ին տեղի ունենա ծանոթություն, հանդիպում, ապա նկատի ունեցեք, որ այն 2 տարի ուժի մեջ է լինելու։ Ամսի 23-ից նշեցի Մերկուրի մոլորակը մուտք է գործում ձեր 7-րդ ոլորտ, սիրելիներս, 23-ից հետո արդեն ուշադրությունը կենտրոնանում է կողքի մարդկանց վրա, շփումներ, ծանոթներ, ուրեմն նոր հաճախորդներ։ Ամսի 24-ին ձեզ մոտ տեղի է ունենում շատ կարևոր լիալուսին։
լուսինը առաջին ոլորտում է, սիրելի կույսեր, առաջին ոլորտը սա այն ամենն է, ինչը մեզ համար այս պահին շատ կարևոր է։ Միգուցե սա մեր անձն է, մեր առողջությունն է, մեր աշխատանքն է, մեր կարիերան է կամ մեր ամուսնական կարգավիճակն է։ Եվ հատկապես այն կույսերը, ովքեր ծնվել են օգոստոսի 23-ից 30-ը ընկած ժամանակահատվածում, նրանց կյանքում կարող են տեղի ունենալ շատ լուրջ փոփոխություններ կապված միգուցե եւ աշխատանքի հետ եւ առողջության հետ, այսինքն այս հարցերը, որոնք կային մինչ այդ, պետք է ավելի շատ ավարտին մոտենան, պետք է հստակեցվեն, պարզեցվեն եւ դուք պետք է այս անելանելի վիճակից պետք է դուրս գայք։ Ունեք աշխատանքի խնդիր, հնարավոր է ամսի 24-ի լիալուսնով լուծվում է այդ խնդիրը։ Ունեիք առողջության խնդիր, հնարավոր է ամսի 24-ի լիալուսնով արդեն տեսեք լիալուսինը սա մի քանի օր իր մեջ ներառում է, այսինքն պլյուս մինուս 2 օր եւ այստեղ հնարավոր է այդ հարցը դուք վերջնականորեն լուծում եք։ Իսկ ամսի 29-ին ունենք հրաշալի ասպեկտ մեր գլխավոր մոլորակ Մերկուրին, ձեր 7-րդ ոլորտից այստեղ սեքստիլ է կազմում Յուպիտերի հետ 9-րդ ոլորտում։ Սիրելիներս, Յուպիտերը իհարկե շատացնում, բազմացնում է այն ամենը, ինչ մենք ունենք եւ այստեղ Մերկուրին 7-րդ ոլորտում է, նշանակում է սպասվում է հաճախորդների հոսք, սպասվում է նոր ծանոթություններ, այդ ծանոթությունները շատ հեռանկարային կարող են լինել եւ տեսեք ընդհանրապես ամբողջ փետրվար ամիսը մեզ տրամադրում է ծանոթությունների ու հիմնականում դրանք լինելու են աշխատանքային բնույթի։ Դե ինձ սիրելիներս, այսքանը ձեր փետրվար ամսվա կանխատեսումներով ես այժմ անցնեմ 3-րդ նշանին, մեր շատ սիրելի այծեղջյուրներին։ Ողջույններս իմ սիրելի այծեղջյուրներին։ Սիրելիներս, ձեզ համար փետրվարը լինելու է ֆինանսական առումով բավականին հետաքրքիր ամիս, որովհետև այստեղ ունենք մոլորակների կուտակում ձեր երկրորդ ֆինանսական դաշտում եւ այստեղ նաեւ ունենք մի փոքր լարված օրեր, երբ դուք պետք է շատ ուշադիր լինեք ձեր ֆինանսների նկատմամբ եւ ընդհանրապես ֆինանսական գործառույթներ չկատարեք եւ նաեւ ունենք այստեղ բավականին հեռանկարային ասպեկտացիաներ։ Այդ մասին ուզում եմ խոսել հանգամանալից Մերկուրի մոլորակը փետրվարի 5-ից արդեն տեղափոխվում է ձեր երկրորդ ոլորտ։ Սիրելիներս, Մերկուրին բավականին երկար թափառեց ձեր առաջին ոլորտում, որովհետև այստեղ ունեցավ հետընթաց եւ այժմ ի վերջո լքում է ձեր առաջին ոլորտը եւ դուք կարող եք մի փոքր թեթևացած շունչ քաշել, որովհետև ամբողջ դեկտեմբեր եւ հունվար ամիսները այծեղջյուրների մոտ տհաճ կարելի ասել ամիսներ էին, որովհետև ոչ մի հարց առաջ չէր շարժվում, այստեղ Մերկուրի մոլորակը անընդհատ հետո առաջ էր անում ձեր առաջին ոլորտում։ Այժմ արդեն Մերկուրին փետրվարի 5-ից հայտնվում է երկրորդ ոլորտում, դե ինչ կարելի է մտածել ֆինանսների մասին, միգուցե նոր աշխատանք կառաջարկեն, միգուցե աշխատավարձի բարձրացում կլինի, միգուցե դուք ինքներդ կցանկանաք լրացուցիչ ինչ-որ աշխատանք ունենալ, բացի ձեր հիմնական աշխատանքից, այսինքն այստեղ Մերկուրին մեզ ստիպելու է մտածել այդ ուղղությամբ։ Սակայն ամսի 8-ից 10-ը լարված օրեր են հենց երկրորդ ոլորտից եւ այս լարվածությունը հիմնականում ուրեմն կապված է լինելու նաև 5-րդ ոլորտի հետ։ Սիրելի այծեղջյուրներ, եթե դուք ունեք երեխաներ, նրանց հետ կապված ֆինանսական շատ լուրջ հարցերի առաջ կարող եք կանգնել, կամ այստեղ նաև հնարավոր է, ենթադրենք դուք ունեք սեփական բիզնես, ապա այստեղ Ուրան եւ Յուպիտերը գտնվելով ձեր 5-րդ ոլորտում, այստեղ կարող են մի փոքր խնդիրներ առաջացնել տհաճ անակնկալների տեսքով ձեր բիզնեսի հետ կապված, միգուցե այստեղ սխալ քայլերի արդյունքում ինչ-որ ֆինանսական կորուստներ ունենաք։ Այդ իսկ պատճառով խորհուրդ կտամ ամսի 8-ից 10-ը այս օրերին խուսափել ֆինանսական գործառույթներից։ Ամսի 11-ին նորալուսին ունենք երկրորդ ոլորտում, նորություններ են սպասվում, միգուցե այստեղ նոր աշխատանք կլինի, նոր աշխատավարձի չափ կլինի, միգուցե նաև տեսեք ամսի 11-ից հետո հնարավոր է, ասենք ինչ-որ մեկը ձեզ գումար էր պարտք, ամսի 11-ից հետո վերադարձնի ձեր պարտք, այսինքն ֆինանսական ուրեմն այստեղ ֆինանսի տեսքով ձեզ մոտ ավելացում է սպասվում։
Ամսի 13-ին Մարս մոլորակն է մուտք գործում ձեր երկրորդ ոլորտ եւ անմիջապես միանում է Պլուտոնի հետ։ Սիրելի այցեղջյուրներ, առհասարակ ամսի 11-ից հետո ներառյալ մինչև ամսի 22-ը շատ ուշադիր եք լինում այն մարդկանց նկատմամբ, ովքեր ձեզ ֆինանսական ինչ-որ գործարքներ կառաջարկեն, որովհետև այս օրերին կատարած ցանկացած գործարքը իր մեջ շատ մեծ հեռանկարներ է ունենալու։ Հնարավոր է դուք այս պահին ինչ-որ փոքրիկ գործարք կատարեք, որից ստանաք շատ փոքրիկ եկամուտ, սակայն այն հետագայում շատ մեծ գործարքի աճելու հնարավորություն ունի, որովհետև այստեղ այս ասպեկտացիաների մեջ Պլուտոն մոլորակն է ներքաշված, իսկ Պլուտոնը սովորաբար ներկայացնում է մեծ ֆինանսները եւ այն ակնթարթային մանր բաներ չի տալիս, այն մեզ տալիս է բավականին հեռանկարային, երկարաժամկետ եւ այստեղ Պլուտոնը միանում է նախ Մարսի հետ, այնուհետև Վեներայի հետ, տեսեք այս օրերին եւ հնարավոր է, որ այստեղ ֆինանսական շատ լուրջ առաջարկներ լինեն կամ դուք ինքներդ մտածեք ինչպես կարելի է մեծ ֆինանսներ ստեղծել։ Ամսի 22-ին ունենք Վեներա Մարս միությունը հենց ձեր երկրորդ ֆինանսական ոլորտում եւ նշանակում է հենց այս ոլորտում կարող է տեղի ունենալ ծանոթություն հակառակ սեռի ներկայացուցչի հետ, որը ձեզ կտա հստակ պատկերացում ինչպես կարելի է մեծ գումար աշխատել եւ չի բացառվում, որ այս մարդու հետ կարող են նաեւ լինել անձնական փոխհարաբերություններ։ Ամսի 23-ից Մերկուրի մոլորակն է մուտք գործում արդեն ձեր երրորդ ոլորտ, տեսեք որքան արագաշարժ է Մերկուրին փետրվար ամսվա ընթացքում եւ 23-ից հետո միգուցե ավելանում են ճամփորդությունները, միգուցե ավտոմեքենայի հետ կապված հարցերը, փաստաթղթային հարցերը, նաեւ այստեղ Մերկուրին երրորդ ոլորտում բերում է հարցեր, որոնք կապված են մեր մտերիմների հետ, եղբոր, քրոջ, հարևանի, գործընկերոջ, այսինքն այստեղ շատ ակտիվ մասնակցում եք նրանց հետ կապված ինչ-որ հարցերի։ Ամսի 24-ին տեղի է ունենում լիալուսին ձեր 9-րդ ոլորտում։ Սիրելի այցեղջյուրներ, եթե կային հարցեր դատական ոլորտում, դրանք պետք է լուծվեն ամսի 24-ի լիալուսնով, կամ կային քննություններ, կային ուսումնական ծրագրեր, դրանք նույնպես գտնում են իրենց վերջաբանը։ Եթե դուք ցանկանում եք ճամփորդել, հնարավոր է ամսի 24-ի լիալուսնով, ուրեմն ստանում եք ձեր ճամփորդելու իրավունքը, ձեր վիզան, այսինքն դեսպանատունը հաստատում է, որ դուք կարող եք ճամփորդել, որովհետև այստեղ 9-րդ ոլորտը ամսի 24-ի դրությամբ պետք է տա իր լուծումը, այսինքն պետք է ունենանք հստակ պատկերացում ինչ ենք անելու մենք այս ասպարեզում։ Իսկ ամիսը վերջանում է նույնպես մի փոքր լարվածությամբ, որովհետև այստեղ Վեներա Մարս մոլորակները, որոնք դեռևս իրար հետ են, երկրորդ ոլորտից այստեղ նրանք լարված քառանկյան մեջ են մտնում Յուպիտեր մոլորակի հետ, որը կրկին ձեր 5-րդ ոլորտում է, նշանակում է ամսվա վերջը նույնպես ֆինանսական առումով մի փոքր ռիսկային է, պետք չէ ռիսկի գնալ, ասեմ ինչով է սա պայմանավորված, հնարավոր է, որ դուք ինչ-որ մի բան ցանկանաք կատարել կամ ինչ-որ մեծ գնում, որը շատ հետաքրքիր, շատ գայթակղի չէ, այստեղ Վեներան, Յուպիտերը կարող են ձեզ լրիվ գայթակղել, որը սակայն հետագայում կհասկանաք, որ դուք մեծ ֆինանս եք կորցրել եւ այդ իրը, որը դուք գնել եք, դա ձեզ պետք չէ, կամ ցանկանում եք կատարել ինչ-որ ֆինանսական գործարք, որը ըստ ձեր պատկերացման պետք է ձեզ բերի մեծ եկամուտ, սակայն պարզվում է, որ դուք այստեղ ավելի շատ կորցրել եք այդ ֆինանսները, այնպես որ սիրելիներս ամսվա վերջը, ամսի 25-ից 27-ը ժամանակահատվածը նույնպես փորձեք զուսպ լինել ձեր ֆինանսական առք ու վաճառքում։ Դե ինձ սիրելիներս այսքանը փետրվար ամսվա համար, կհանդիպենք հաջորդ հոլովակում։ Առայժմ